Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալվել է ինֆլուենսեր Ժաննան։ Ողջույն Ժաննա ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք երևի նրանից, թե հենց ինչպես սկսվեց ձեր բլոգի պատմությունը։ Բլոգի պատմությունը իրականում շատ անսպասելի սկսվեց, նենց չի որ sense տրամադրված մտածել եմ բլոգ եմ վարելու ու դառնալ եմ ինֆլուենսեր, բլոգեր։ Իրականում շատ բարդ ճանապարհ ա եղել, որտեվ 2018 թվին, երբ որ ես որոշեցի sense edge-ս մի քիչ sense ակտիվացնեմ, հենց ծնողներս դեմ էին, որովհետև Հայաստանում այն ժամանակ ես տենց ինֆլուենսեր, բլոգեր չեմ հիշում, ով ունեն բալիկներ, ընտանիք ու վարում էր բլոգ։ Շատ էին հակասում, մայրիկս դեմ էր, բայց ես ասում եմ, որ ես սիրում եմ, ես պետք է անեմ, որտեվ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ու երկար տարիներ մայրիկս դեմ էր, բայց ես ապացուցեցի մայրիկիս ու բոլորին, որ դրա մեջ ոչ մի բան չկա, վատ բան չկա, ու հետո երբ որ արդեն տարիներ անցան 2022 թվից, երբ որ հայտնվեցին մամա բլոգերներ ու հիմա արդեն տարածված է այդ ամեն ինչը, մայրիկս էլ տեսավ, որ դրա մեջ ոչ մի բան վատ բան չկա, հակառակ հիմա sense ամեն ինչ անմիջական ընդհատում է մեր էջում։ Ժաննա, բայց իրականում ո՞րն է պատճառը, որ հիմնականում ծնողների մեծ մասը միշտ դեմ են լինում, որ իրենց երեխաները ծավալեն գործունեություն սոցիալական հարթակներում, քանի որ արդեն երկար ժամանակով որ զբաղվում ես, ես ոլորտում արդեն լավ ծանոթ ես։ Կարող ես նշել պատճառը հիմնականում ո՞րն է լինում։ Իհարկե կարող եմ։ Պատճառները շատ տարբեր են, որտեվ ինչը որ դու ցույց ես տալիս ներկայացնում ես, ոչ բոլորը կարան հենց տենց ընդունեն։ Ու հենց այդ մեկնաբանությունները, հենց այդ կարծիքները շատ կարող է մենք թեթև նայենք, բայց ծնողները բարդ են նայում այդ ամեն ինչին, բայց էլ եմ ասում, սկզբից դժվար է։ Այս տարիների ընթացքում դու պետքա քեզ նենց մատուցես, դու պետքա նենց քեզ դրսևորես, որ ժողովուրդը քեզ ճանաչեն։ Այսինքն կոնկրետ ես իմ մասով ասեմ, ուրիշների անուններով չխոսամ, ես մաքսիմալ փորձում իմ ժողովրդին մոտիկ լինեմ, շատ անկեղծ լինեմ։ Ինձ երբ որ հարցնում են դժվար է վարել edge, ասում եմ չէ, որտեվ թե մենք edge-ում, թե ես իմ սոցհարթակներում, թե իրական կյանքում ես նույն եմ։ Չկա ինչ որ կերպար, չկա ինչ որ կեղծիք, բացարձակապես մեկ-մեկ դաժե չափից շատ եմ անկեղծ լինում, բայց դա իմ էությունն է։ Բայց չենք կարող չնշել, որ ձեր բլոգի հիմնական հաջողությունը բերել են երեխաները եւ երեխաների հոլովակները բավականին շատ տարածվել են։ Կհիշես ընդհանրապես ինչպես ստացվեց, որ երեխաները ներգրավեցին այդ ամեն ինչում։ Էլի շատ պատահական։ Իմ երեխաները բոլորը գիտեն, որ իրանք սոցհարթակներ չունեն։ Տղաս ունի, բայց իմ մոտ է բացել իր սոցհարթակը։ Շատ պատահական եղավ հենց 2018 թվին, երբ որ քուր ու եղբայր ոնց որ նառան ինչ որ լայքի H կար, չեմ հիշում, ինչ կար, ինքը գրանցվել էր, տղես ոնց որ ջղանյանում էր, ասում էր դու փոքր երեխա ես, ինչ գործ ունես լայքի մեջ, այդ տարաձայնություն եղավ, մեքենայի մեջ sense պատահական վիդեո եմ նկարել ու այդ վիդեոն sense սկսվեց sense տարածվել ու խի հենց երեխաներին sense սկսեցին սիրել ըստ ինձ թվում է հեսա ժողովուրդը կհավաստիացնի, որտեվ չկա պաստանովիչնի ցանկացած վիդեո։ Մեր մոտ ճիշտ կենցաղային, ավելի հենց ռեալ ոնց կանք։ Մեր մոտ պաստանովիչնի կարա լինի, երբ որ գովազներ եք նկարում, բայց մեր ֆորմատով, որտեվ ես երեխին չեմ ծանրաբեռնում, չեմ փորձում նենց իրանց փոխեմ։ Ասում դուք մնացեք նենց ոնց որ դուք կաք։ Բայց հիմնական մեր վիդեոները դուք տեսնում եք, որ ամեն ինչ հենց անմիջական է լինում։ Հենց հիմնականում շատ են օրինակ հետևորդները միշտ մտածում, որ նառայի կերպարը հենց ավելի շատ կերպար է, այլ ոչ թե հենց նառան։ Իրականում ինքը ինչպիսին է, այնպիսին է, ինչպիսին բլոգում է, թե որոշակի բաներ փոփոխում է, որ գիտի օրինակ մարդիկ դրանք սիրում են։ Բացարձակապես։ Եթե ես իրան նույնիսկ ասեմ, արա, ինքը ասեմ խոսքի կարաս կրկնես, sense ամ։ Չէ, դու պետքա ես չէ իրականում ինքը նենց է ոնց ինքը կա։ Էլ եմ ասում, եթե ինչ որ գովազներ կա, որ ես պետքա իրան ասեմ նարարի պետքա նկար, ինքը ասում է ես իմ ձևով կանեմ։ Ես իմ ձևով կանեմ, բայց տարբեր է, ասեմ ձեզ, ինքը ավելի բաց է, ավելի անմիջական է, երբ որ ինքը իր շրջապատում է իմ հետ, իր ընկերուների հետ, բարեկամների հետ, բայց դրսում օրինակ նույնիսկ հիմա ինքը որ ստեղ լիներ, ինքը այդտենց չէր լինի։ Ու դրա համար մարդկանց մոտ կարող է կարծիք սեն ձևակերպել, որ ինքը կադրում ինքը ինչ որ
դեր է խաղում, բայց չէ։ Ինքը նենց երեխա է, որ ինքը միջև չճանաչի մարդկանց, միջև մտերիմ չճանաչի, այդ կատակները չի անի։ Նարան ավելի շատ էմոցիոնալ է, բայց Արտուրը ավելի փակ, լուրջ, քանի որ տղա է նաև որոշակի դադերակատարում ունի։ Արդյոք Արտուրի համար ինչ նշանակություն ուներ, որ թե մայրիկը, թե քույրիկը երևում է սոցիալական հարթակներում եւ ընդհանրապես իր վերաբերմունքը հոլովակների նկատմամբ ինչպիսին էր։ Նայեք, եթե ես ըստ ինձ ես ենթադրում եմ հիմա, որտեղ այդ հարցին sense պատրաստ չէ, եթե ես հիմա սկսեի edge վարեի, բլոգ վարեի, միգուցե Արտուրը ինչ որ դեմ լիներ, որտեվ ինքն արդեն 50 տարեկի է, միգուցե sense չգիտեմ, ունենար շրջապատ, որտեղ որ ասի մաման պետք չի շատ երևա, բայց քանի որ իրանք հենց փոքր տարիքից եմ ես վարում, այսինքն իրանք սովոր են ու իրանք տեսնում են, որ իմ հիմնական բլոգը հենց ընտանեկան է, իմ ծնողներն են, իմ երեխաներն են, իրանք են, իրանք հաջողություններն է, որ ես կիսվում եմ, դրա համար ինքը տենց ոչ մի բան չի ասում, իր համար, թե Նարայի, թե Արտուրի համար ես ինչ անում եմ, փորձում եմ նենց անեմ, որ իրանք մտածեն, որ դա է ճիշտ։ Արտուրի ու Նարային միացավ շուտով նաև Նինան ու երեքով շատ հետաքրքիր կարողանում են ընդհանրապես ներկայացնել ձեր առօրյան։ Մի փոքր էլ խոսենք հենց Նինայի ներգրավման մասին, դա ոնց ստացվեց։ Վայ, Նինաս իմ հարազատ քույրիկն է, շատերը խառնում են, մտածում են երրորդ երեխան է։ Ես էլ եմ խառնել։ Բայց չէ, Նինաս իմ հարազատ քույրիկն է, որ ինձանից 20 տարի փոքր է, ժողովուրդ ջան շատ է հարցնում, նորից ասում, Նինաս իմ քույրիկն է։ Այո, նենց է ստացվել, որ մամաս իմ հետ է ունեցել, ոնց որ Նինան մեջտեղն է, Արտուրը 6 ամիս մեծ է Նինայից, իսկ Նարան 6 ամիս փոքր է Նինայից։ Իրականում իրանք շատ տարբեր են ու իմ համար այնքան բարդ է, որ մեկը հարազատ քույրիկս է, իրանք հարազատ երեխեքս են, փորձում են այնց անեն, որ իրանք տարբերությունը չզգան բացարձակապես, բայց մեկը լինում են այդ կռիվները իրանց մեջ, բայց հարթացնում եմ։ Ժաննա, բայց իրականում ասեմ, ոչ թե որ չի երևում քո քույրիկն է, այլ քո երեխաներից չես տարբերում, այսինքն նույն սերը, որ քո երեխաներին ես տալիս, նաև Նինային որոշ տեղերում ինձ թվում է ավելի շատ քո երեխային ես որպես դիտարկում, որտեվ հոլովակներին նայելուց ինչի են հիմնականում օրինակ մարդիկ շփոթում, դա ինձ էլ է թվում, որտեվ չես վերաբերվում իրեն որպես քույր, այլ ավելի շատ քո երեխային ոնց որ վերաբերվես, կա նման բան։ Այո, կա տենց բան, դժը բաներ է խի շատ է տենց է լինում, որտեվ նու ես մտածում, որ պապաս մամաս մեծ են արդեն ու ինչքան էլ իրանք լավ պապան ու մամային, շատ լավ պապան ու մամային իմ պապան ու մաման, բայց ինքը քանի որ երեխա է ու մամաս միշտ աշխատում է, պապան միշտ աշխատում է, ես զգում եմ այդ շատ ժամանակ բաց է, որ իրան այդքան չեն տալիս որպես փոքր ու երբ որ ինքը իմ մոտ է լինում ես զգում եմ ինքը այսքան ժամանակ ինքը 13 տարեկան է Նինաս ինքը ինձ անունով չի դիմել չի ասել Ժաննա ինքը միշտ ասում է քուրիկ ու ես ուզում եմ այն բացը որ թեկուս մամաս աշխատում է պապայի հետ ինչը որ իրանք տալիս ես լրացնեմ սերը հեսա կասեն երևի չի կարա նույնը լինի որտեվ քո երեխեքն ինքը քո քուրիկն է հավատացեք նույնն է պրոստը տարբեր են բնականաբար նրանք որպես իմ երեխաներ Նինաս որպես իմ քուրիկ բայց սերը նույնն է Ես նույնիսկ մտքով չեմ կարող անցկացնել, որ մեկին շատ, մեկին քիչ չէ։ Ես նույնիսկ կներեք, ես նույնիսկ ուզում եմ, որ Նինան տեղափոխվեր Հայաստան ապրեր հենց իմ մոտ։ Հենց հարցս հաջորդ դրա մասին էր, որ ձեզ բաժանում է հեռավորություն, թե ձեր ծնողներն են Ռուսաստանում գտնվում, թե Նինան է գնում եւ գալիս էստեղ։ Արդյոք այդ հեռավորությունը ինչքանով է ձեզ խանգարում ու չկան օրինակ մտքեր, որ թեկուզ կամ դուք գնաք Ռուսաստան մշտական բնակության կամ ընտանիքը գա Հայաստան։ Շատ է եղել տենց մտքեր, հիմնականում մտքեր եղել է, որ մենք տեղափոխվենք Ռուսաստան, նամանավանդ, երբ որ արդեն երեխաները հետ մենակ ենք ապրում, ոնց որ մերոնք միշտ ասում են արի Ռուսաստան, բայց իմ սաղ կյանքի երազանքն է եղել, որ ես Հայաստանում ապրեմ, ու երազանքը նաև եղել, որ իմ երեխաները մեծանան հայրենիքում, Հայաստանում, որտեղ ես միշտ երազել եմ փոքր ժամանակվանից, այնտեղ եմ մեծացել ու ես Սենց երնեք էի տալիս տեղ երեխաները, որ իրանք ստեղ են ապրում։ Դրա համար ես թե պապային, թե մամային ասացի, որ ճիշտ է իմ համար դժվար է, որ թե իմ բարեկամները, թե ծնողները, քուր, աղբեր Ռուսաստանում են, բայց ես ուզում եմ իմ հայրենիքում մեծանամ։ Թե ես, թե իմ երեխաները Նինայի վերաբերյալ մտքեր կար, որ ինքը տեղափոխվեր Հայաստան, բայց քանի որ ինքը տենց բոյով սիրուն երեխա է, հասունացման տենց շրջան էր գալիս, մի քիչ ռիսկային էր իրականում, որովհետև ինչքան էլ քո հարազատ քուրն է, բայց դա մեծ պատասխանատվություն է, նամանավանդ արդեն այն հասունացման տարիքում, որ լինի կողքս, բայց մտքեր կան։ Միգուցե հետագայում ինքը այո տեղափոխվի։
Նաև քանի որ բլոգը վարում եք եւ ավելի շատ ընտանեկան է, իրականում թե դրական եւ թե բացասական արձագանք կա, հիմնականում շատը նկատել են, որ դուք միշտ անդրադառնում եք բացասականին, եթե երեխաներին ինչ որ վիրավորական, օրինակ հասցեագրված նամակներ են լինում, արդյոք կնշեք ինչով է պայմանավորված մարդկանց նման վերաբերմունքը հաճախ եւ օրինակ եթե տեղադրում եք հենց թե ով է գրել եւ ինչ է գրել, արդյոք ինչ խնդիրներ են հետագայում լինում։ Նայեք, իրական նորմալ է, որ լինի թե լավ, թե բացասական, որտեվ երբ որ դու ունես մեծ լսարան, այսօր չեմ վախենա ասեմ, առաջնային ինֆլուենսերներից եմ, ով ունի многомиллионный ստատիստիկա, ու ես նորմալ եմ նայում, երբ որ կարա լինի եւ բացասական մեկնաբանություն, նամանավանդ որ 3 սոցհարթակներում էլ մենք ակտիվ ենք, բայց ինչ վերաբերում է, եթե ես տեսնում եմ մեկնաբանություն, որտեղ որ կան երեխաները հոլովակի մեջ, ես չեմ կարա չանդրադառնամ, ու այո, ես տեղադրում եմ նկարը ոչ թե կոնկրետ այդ անձին կպնեմ վիրավորեմ, այլ մնացածին լինի հետևողական լինեն իրանց գրածին, որովհետև էլ եմ ասում, եթե ինձ գրեն, ես բլոգ կանեմ, կանցնեմ առաջ, բայց որտեղ կան հոլովակի մեջ երեխաները, ու իրանք գրում են իրանց հասուն տարիքով, մեծ տարիքով, ես անդրադառնում եմ, եթե իրանք կարան անդրադառնան իմ սեփական էջում մեկնաբանություն գրեն, ես նույնձև կարամ իրանց անդրադառնամ, թող իրանք պատրաստ լինեն։ Հետ արձագանք եղել է ներողություն են խնդրել, ես ջնջել եմ վիդեոն։ Ասել եմ, որ մենք այդ մտքով չենք ասա, ես ասացի, նենց չի, որ ես դրանով ուզում եմ ինքնահաստատվեմ կամ ուզում եմ ինչ-որ չգիտեմ, ձեզ վիրավորեմ, մենք սաղս հայ ենք, ես երբեք չէի ուզի ձեզ կպնեի։ Բայց գիտակցելով, որ դուք իմ երեխեն կա մեջ է, դուք այդ քանը գրում եք, ես էլ ձեզ անդրադարձա։ Բայց ասեմ ձեզ, բացասականը մեր էջում շատ քիչ է։ 90 միշտ ասել եմ 99.9% մենակ լավն են։ Բայց այդ մեկ ասես կիքսեր որ լինում է, չեմ կարա չանդրադառնամ։ Ժաննը նաև հաճախ ներկայանում եք եւ շատերին օգնում եք, բարեգործություններ եք կազմակերպում։ Հիշում եմ մի դեպք էր եղել, երբ որ մի կնոջ էիք օգնում եւ կինը դեմ չէր, որ իրեն օգնեք, բայց ընտանիքի անդամները չէին ցանկանում, որ օգնություն տրամադրեք։ Արդյոք նման խնդիրները ինչով են պայմանավորված հիմնականում լինում եւ այդ պատասխանատվությունը ոնց է կարողանում հաղթահարել։ Առաջ մի անգամ այտենց դեպք եղել, հենց մեր մոտ էր տատին ապրում, ես հետո պատճառը իմացա խեն իրանք դեմ, որտեվ իրանք ուզում են, որ տատին, որ ասում դաժե չեմ կարող այդ արտահայտությունը անեմ, որ հասկացաք, որ շուտ էս աշխարից գնա, որ այդ տունը իրանք իրանց վերցնեն։ Ես абսուրդ ապրեցի, իհարկե, ու այս վերջերս իմացա, մի ամիս առաջ տատին մահացել է։ Ոյ։ Ես չի կարա դեմ գնայ անեի, որտեվ տատի հոգեբանության մեջ մտցրել էին, որ Ժանան ուզում է չհասկացա, բայց ես պատրաստական էի օգնեի ամեն ինչը, որտեվ երբ որ ես հոլովակը տեղադրել էի, թե Եվրոպայից, թե Ռուսաստանից, տարբեր տեղերից իրան օգնություն էին պատրաստ անեի, բայց երբ որ տեսա տենց արձագանք, ես ինքս ասեցի պետք չի։ Քանի որ շատերին եք օգնում, արդյոք եղել են դեպքեր, երբ որ մարդիկ ցանկացել են օրինակ շահագործել կամ կեղծ են ներկայացրել իրենց դրությունը եւ դրանով ցանկացել են օրինակ գումար շորթել, այսպես ասած։ Կեղծ չեն ներկայացրել, բայց շատ է լինում, երբ որ ես օգնում եմ, փորձում եմ ամեն ինչ անեմ իրանց համար, նույնիսկ ասում մի արեք, ես կգամ, ամեն ինչ անում եմ, սենց իմ սրտը սենց ամեն ինչով իմ համարը հիմանալով, հետագայում իրանք անդադ ինչ որ խնդիր ինչ ունենում են ժանականես, ես դրանից նեղվում եմ, որովհետև ես նույնպես մարդ եմ, որը որ փորձում եմ իմ չափով օգնեմ, չեմ ասում մեծ մասշտաբներով, բայց ես իմ չափով, ու երբ որ չարաշահում են, ունենալով ընտանիք, ունենալով առողջություն, իրանք չեն ուզում գնան աշխատեն, այլ ամեն ստից բանի համար Ժաննային են դիմում։ Ես դրանից արդեն նեղվում եմ, որտեվ ես նույնպես աղջիկ եմ, կին եմ, որը աշխատում եմ, փորձում եմ իմ աշխատածի ամենայն անկեղծությամբ եմ ասում 50%-ը փորձեմ օգնել, որտեվ ես դրանից ինձ լավ եմ զգում։ Բայց երբ որ չարաշահում են, ես դրանից ահավոր նեղվում եմ։ Ժաննա, այսօր բլոգը ձեզ համար միակ ֆինանսական աղբյուրն է հանդիսանում, թե օրինակ կա գործունեություն, որը ծավալում է, քանի որ շատ են հարցնում ձեզ։ Հա, այդ ամենաշատ տրվող հարցերից մեկն է, ոնց կարա Ժանան համ ինքը sense իրան լավ զգա, համ օգնի, շատ են այդ հարցը տալիս։ Ես նենց ընտանիքում եմ մեծացել, որ մեր մոտ համեստությունը
ցուցադրական այդ ամեն ինչը չլինի։ Դրա համար այսքան ժամանակ ես ինչ իմ բլոգը վարում եմ, ոչ մեկ չգիտի թե ինչ։ Հիմա երևի իմ տեղով է լիներ, ցույց կտար, բայց ես ցույց չեմ տալիս, ոչ թե վախենում եմ, չէ, ես փորձում բարբերաբար նաև ցույց էլ տամ։ Պրոստը փորձում ավելի համեստ լինեմ, իրականում չէ, բլոգի հույսով չենք։ Բլոգը իմ համար ավելի շատ հոբի է, մեր մոտ ավելի շատ անշարժ գույքերի, կոնկրետ Հայաստանի մասին է խոսքը, որտեղ անշարժ գույքեր ունենք բավականին շատ, նաև ունենք Ռուսաստանում բիզնեսներ տարբեր, թվարկեմ, շատ, որսո թվարկեմ սա, չէ, իրականում հիմնական բիզնեսը Ռուսաստանում է, որը որ մերոնք արդեն 30 տարուց ավել Ռուսաստանում ապրում են, այնտեղից է հիմնական եկամուտը, բայց Հայաստանում էլ մեր հայրենիքում էլ մենք ունենք 10-ից ավել անշարժ գույքեր, որից որ ունենք եկամուտներ, բայց ել եմ ասում, մարդիկ հեսա կլսեն, կասեն վայ, այդ ամեն ինչը եկել է, ամեն ինչը տարիների աշխատանք։ Տարիների աշխատանք, թե իմ կողմից, թե ծնողներիս կողմից, իմ ծնողները սաղ կյանքը աշխատել են։ Այդ ամեն ինչը իրանք չեն հանգստացել, սաղ մեր ներդրումները իրանց երեխեքի վրա հեշտ չի այդ ամեն ինչը եկել։ Մարդիկ հա դա ունի անում է, չէ, իրականում ժողովուրդ ջան, իրանք իրանց առողջությունից են կտրել, իրանց ժամանակից են կտրել, օտար երկրում փորձել են ստեղծել։ Նույնպես ես հիմա իմ ծնողների օրինակով աշխատում եմ ամեն տեղ փորձում եմ այդ նույնը այդ անշարժ գույքերը ես ստեղծել իմ երեխաների համար թեպետ որ իմ ծնողները նույնիսկ իմ երեխեքի մասին են մտածել այդ հարցում Քանի որ հենց հիմնականում սոցիալական հարթակներում մարդիկ տեսնում են ինչպես ես դու ամեն ջանք ու եռան չես խնայում քո երեխաներին մեծացնելու համար ու հիմնական նաև հարցերից մյուս այն է որ արդյոք ձեր անձնական կյանքում միշտ հարցնում են ձեր ամուսինը ինչ կարգավիճակ է այսպես շարունակ եւ դուք շատ հաճախ նաև նորմալ ձևով արձագանքում եք, բայց եթե կարող ես Ժաննա, արդյոք անձնական կյանքը ինչ է քեզ համար եւ ինչ դերակատարում ունի այս շրջանում։ Ամուսնուց շատ են հարցնում, ես դրա մասին արդեն մի անգամ խոսել եմ, որ մենք արդեն ամուսնալուծվել ենք, ես իրար մաղթում եմ ամենալավ բանը, ես երբեք չեմ վատ բան խոսացել իր անձի վերաբերյալ, որովհետև ես սենց եմ մտածում, որ ինչ ուզում է լինի ինքը իմ երեխաների հայրն է, ինչքան էլ որ ինքը հիմա չկա իմ երեխաների կյանքում բացարձակապես, նույնիսկ զանգով, բայց ինքը իմ երեխաների հայրն է, ես ուզում եմ, որ իր կյանքում ամեն ինչ լավ լինի, ես վատ կզգամ, որ մի բան վատը լսեմ, անկախ ամեն ինչից, որովհետև ուզեմ, չուզեմ, ինքը կա, այդ որտեվ իմ երեխաների հայրն է, ես միշտ իմ երեխեքին երբեք չեմ տրամադրել, որտեվ իմ անձնականը դա իմ անձնականն է, ճիշտ է վատը, որ ինքը իր երեխեքի հետ շփում չունի, արդեն ես չեմ ուզում ունենա, որովհետև եթե մի ծնող որ չի ուզում շփվել իր երեխաների հետ, չկա կապ, արդեն ինստինկտյան ձևական ծնունդին զանգի շնորհավոր թե կուզասի մի քանի օրից տոս ծնունդն է, այդ արդեն նորմալ չի ըստ ինձ։ Իսկ անձնական կյանքը իմ կյանքում թե ոնց կդասավորվի հետագա իրականում չեմ մտածում։ Ժաննա հիշում եմ մի հոլովակ, որը իրականում իրոք ինձ վրա շատ էր ազդել, երբ որ Արթուրը մրցումների էր գնում ու դու ներկայացրել ես, որ միշտ պապաները գնում են մրցումները նայելու երեխաների ու դու միշտ գնում ես, որ իրան քաջալերել ես, բայց զգում ես, որ ինքը որոշ բաներով որպես երեխա կարող է նեղվի, իհարկե նառան միշտ sense ուրախ էմոցիոնալ, բայց ես միշտ զգում եմ այդ Արթուրի ավելի լուրջ լինելը, արդյոք իր վրա որպես տղա երեխա, որ միշտ այդ աջակցությունը անհրաժեշտ է լինում, ինչ որ չափով անդրադարձ կատարվել է։ Իհարկե։ Այս վերջերս Հայաստանի հենց մրցումներն էր, ինքս ասես մի արի, որտեվ սաղ տղաներ են այնտեղ։ Ես էլ շատ եմ ուզում, որտեվ քո երեխան կողքը մարդ չկա, որ կապ չունի։ Ասի լավ չեմ գա, դու քեզ ված չզգաս, չլարվես, մեկ էլ զանգեց, ասեց մամ ասում ինչ ա եղել 20 րոպե է մնացել որ պետք է հելնեմ կպնեմ կգաս ու ես sense տունը նստած եմ որ շատ sense մազերս թաց էլ չասեցի որ պատրաստ չեմ կարա գամ դուք չեք պատկերացրել ես ինչ արագությամբ sense գնացել եմ այնտեղ այսինքն ես զգացի որ ինքը ունի իմ կարիքը ինքը ունի կարիք որ իր կողքը ծնող լինի որ իր կողքը որտեվ ցանկացած երեխու համար ինչքան էլ ինքը մեծանում է հասուն է բանը ինքը ուզում է ունենա թիկունք իսկ ես իմ տղուն մեծացնում եմ թե համ մամա եմ համ պապա համ ուժ եմ տալիս, համ կարամ սիրեմ իր այդ ուրիշ ձև լինեմ։ Ու երբ որ ինքը ասեց արի, ես առանց մտածելու հենց տենց ինչ կար տունը սենց գցել եմ վրա գնացել եմ ու ինքը հենց այդ ժամանակ առաջի բոյը իրանից մեծ տղու կրեց, զուտ ցույց տալով, որ մամ ջան դու նստած ես, ես չէի իրավունք չունեի կրվելու։ Նաև Սենց ուզվեցի մի փոքր։
Ինքը իրականում իրոք մեծ մարդ ոնց որ լինի արդեն ու շատ հոլովակներ որ գցում եք, սենց ինքը կատակով կարող ասի մամա, էս ինչ ես հագել ու դա իրականում հումորային է, բայց նաև նկատվում է թե ինքը ինչքան արդեն մեծ տղա է ու ավելի շատ դիտարկում է քույրիկի նկատմամբ իր վերահսկողությունը ուշադիր լինելը նաև ձեր նկատմամբ։ Արդյոք դուք այդ վերաբերմունքը զգում եք, որ ոչ թե ձեր տղան ոնց որ լինի, այլ ավելի մեծ մարդ, ումից որոշ բաներով կարելի է ասել կարող է քաշվել, ամաչել։ Հա, իրականում երբ որ ինքը օրինակ հագուստի վերաբերյալ խոսում է կամ օրինակ զանգում ասում է մամա ժամը 9-ն է արդեն երբ ես տուն գալիս, ես երբեք իրան չեմ կոտրի, դու համ իմ տղեն ես, համ տղամարդ ես, ես երբեք չեմ ասի քո գործը չի, դու փոքր ես, չէ։ Եթե դու ասում ես հագուստի վերաբերյալ ես խոսում եմ, ասում ոչինչ, նես չի, օրինակ եթե մի քիչ կարճ է, ցածրներով եմ հագնելու բան, ինքը ասես, այսինքն երեխուն միշտ պետքա բացատրես, որ ոչ թե կոտրես, ասես քո գործը չի, իր համար դա նորմալ լինի կամ ինքը մտածի, որ ինքը ձեն չունի, չէ։ Դու պետք է երեխուն բացատրես, որ ցանկացած հագուստ, ցանկացած ժամ, ցանկացած տեղ, որ դու նստում ես, ամեն ինչ մարդուց է գալիս, ոնց ինքը մատուցի, որտեվ ինքը երեխա է, ինքը կարատային է, ես իրան բացատրում եմ, ասում աղջիկներ կան, որ իրանք փակ են հագնում, բայց իրանք ուրիշ ձև են, իրանք ասում այդ է վատ է։ Իսկ եթե ես օրինակ հագնեմ կարճի հետ մի քիչ ցածր կամ օրինակ մատուցելու ձև լինի, դա նորմալ է, այսինքն մարդուց է գալիս, ասում, հա, դու ճիշտ ես ասում։ Այսինքն պետք է բացատրես ու խոսես, ոչ թե կոտրես, որը օրինակ ես շատ եմ նկատում, որ մեր Հայաստանում մամաները երեխեքին կոտրում են, քո գործը չի, քո տարիքը չի, ես եմ որոշում, չէ։ Չի կարել, ըստ ինձ չի կարել, չգիտեմ, ես տենց եմ մտածում։ Նաև դուք հենց թեկուզ Նարային եւ Նինային նորից ոչ թե չեք սահմանափակում, այլ իրենց ճիշտ ուղին եք ցույց տալիս, երեխաներին նաև աջակցում եք տարբեր մրցույթներում, վերջին շրջանում հենց գեղեցկության մրցույթին, որտեղ մասնակցում եք, ընդհանրապես մտահղացումը ինչպես ստացվեց։ Անցած տարի մենք մասնակցել ենք երիտասարդ հայուի նախագծին, Նինաս ոնց որ անցավ ֆինալը Դուբայի ուղևորություն շահեց, Նարուլիկը չանցավ ու ինքը շատ սենց նեղվել էր, իր համար իրականը ոչ Դուբայն էր սենց բան, որտեղ մենք եղել ենք ու էլի խնդիրը, այլ ինքը նեղվել էր, որ ոնց որ զրիտելսկի սիմպաթիան ինքը հաղթել էր, բայց նկարը ջնջել էին ուրիշ աղջկային տվել։ Ու ինքը նեղվել էր խի էր տենց, ինքը չոտկի երեխա, եթե ինքը կրվել է, բայց եթե ինքը տենում է, որ ինքը հաղթել է, խի տենց եղավ, ես հետո ճիշտ է խոսեցի տնօրենության հետ, բացատրեցի, որ չի կարել տենց անել, երեխու հոգեբանությունն է։ Ես ասացի մի կոտրվի մյուս տարի ես քո հետ կմասնակցեմ իմանալով որ մայր ու աղջիկ նոմինացիա կա ոչ թե հաղթելու համար ճիշտ է սա ֆինալն է լինելու 30 ճիշտ հաճելի կլինի բայց նաև հասկացա ժյուրի մտածելակերպով եթե մեզ տային ինչ որ մրցանակ մարդիկ կմտածեն որ դա անարդար է բայց ժողովուրդը դա տենց ժյուրին է մտածում ու մասնակիցների մամաները բայց ժողովուրդը որ ես իրան շատ եմ սիրում հակառակն էին ասում եթե չհաղթի օրինակ Նինայի Պարագայում եմ ասում, այդ անարդար է։ Տեսեք, կա Նարան, կա Նինան։ Նինաս իմ քուրիկն է, Նարան իմ երեխեն է։ Նարայի նման մասնակիցներ շատ են։ Տեսեք, իմ երեխենը պարզ ասում եմ, որ էլի շատ լավ մասնակիցներ կան, որ սիրուն են, լավն են, բայց Նինաս թե բոյը, թե կեցվածքը, թե նազանքը, ինքը բարիել է գնում, որ լրիվ համապատասխան է։ Ես չեմ դրում տարբերություն, բայց ես սառն եմ դատում։ Դրա համար ես տարի ասում Նարաջան հաղթենք չախ, եթե կրվենք էլ, հիմացի ես էլ եմ կրվում։ Ինքը ասեց, հա գոնե քո վրա կգցեմ։ Ասեցի լավ։ Տեսեք, դուք որպես ծնող ռեալ ամեն ինչ նշում եք եւ հաճախ նաեւ կարող են օրինակ մեկնաբանություններում, քանի որ երկուսն էլ օրինակ աղջիկ երեխաներ են, սկսեն համեմատական անցկացնել, նաեւ համեմատեն երեխաների արտաքինը, արդյոք հեչ եղել է, որ ինչ որ բանից օրինակ թեկուզ Նարան, երբ որ օրինակ համեմատեն Նինայի հետ, ինքը մի փոքր նեղվի դրանից, այդպիսի դեպքեր եղել է։ Բացարձակապես Նարան գիտեք ինչ ձևի է, իր համար ոչ թե մեկա կարծիքը, այլ ինքը ասում է ես ինձ դուր եմ գալիս սենց, ես այս տեսակն եմ, պետք չի ինձ համեմատել։ Եթե Նինան գնում է հայկը կամ պարերի, այդ իր որոշումն է, ես գնում եմ, հիմա ինքը ուր էր գնում սամբոյի։ Ինքը իր այդ բնավորությունը ինձ էլ փոխեց, որ պետք չի կարծիքներ հաշվի առնելով, ամեն մարդ ինդիվիդուալն է, ինքը իր ձևով։ Իր համար մեկ ես նար դուրս ես գալիս, մի քիչ սենց մամզերից սիրուն նար, ասում ինձ սենց է լավ, թող ինձ նամ, ես ասում եմ ես խառնվում եմ իրանց կյանքի մեջ, չէ, թող իմ կյանքում էլ չէ, բացառ այդ առումով ինքը շատ adekvat է մտածում։ Ռանը նաև երեխաների ընդհանրապես վերաբերմունքը ինչպես է, որ օրինակ իրենց ճանաչում են, կարող են մոտենալ, նկարվել, նաև քանի որ սովորում են, տարբեր խմբակների են հաճախում, արդյոք իրենց դա օգնում է, թե որոշակիորեն կարող է խանգարի նաև։
օգնում է, որովհետև չգիտեմ, ես նկատել եմ, որ շատ են սիրում։ Ու այդ շատ սիրելը ոչ թե դու ճանաչված լինելու համար են սիրում, այլ հենց տեսակի համար, երբ որ օրինակ գնում է խմբակներ, ուսուցիչները ասում, «Վայ դու իրական կյանքում էլ ավելի լավն ես»։ Այսինքն չկա կերպար, չկա իրանք կարող է sense վիդեոների մեջ Երևան որ sense ազատ բան, բայց իրանք թե իմ երեխեքը չի որ գովում եմ, քավաստիացնել են մարդիկ որ շփվել են, շատ նրբանկատ են մեծերի նկատմամբ, շատ իրանք այդ կոքնեն կընթառաջեն, խոսքի մեջ զգուշ կլինեն, շատ, ու այդ ամեն ինչը հակառակը օգնում է, ինձ է օգնում, որ մարդիկ տեսնեն, որ ոչ թե իրանք սոցհարթակներում են տենց, այլ իրական կյանքում էլ են տենց։ Նեղվում են, երբ որ օրինակ համերգ են գնում, հոսքը շատ է, քանի որ նարան էջ չունի, ինքը չգիտի, որ իրան այդքան շատ, հիմա արդեն գիտի, բայց դե որ շատ են գալիս մոտենում գրկում ու նկարվում։ Իհարկե ինձ հաճելի է, ես որ ես սովորեմ, բայց նարան քանի որ երեխա է, ինքը կարող է այդ շատից չունենա անձնական տարածք ու ինքը ուզենա շուտ գնա այդտեղից։ Ժաննա, իսկ քանի որ ակտիվ ընդհանրապես մասնակցություն ունեն հենց բլոգում, արդյոք որոշակի պատկերացում ունեն իրենց ապագան ինչ են ցանկանում անել, թե դեռ փոքր են եւ այդ առումով չեն մտածում։ Բլոգի հետ կապված բացարձակապես այդ ուղղությունով չեն ուզում։ Այդ պետք է սիրեք, գիտեք, օրինակ ես սիրում եմ, ու ես այդ մատուցում եմ նենց ոնց որ ուզում։ Իրանց համար մեկ է բլոգը, այսպես ասած, դրա համար վիդեոների մեջ էլ պարզ երևում է, որ իրանք պատրաստված ցենց թե հակու կապ է, կարող խոսքես տանը նկարում տեղադրեմ։ Ես հիմա որ հարցում ինչ կուզեք հետագայում դառնեք, կոնկրետ ոչ մի բան չեն ասում, որտեվ տատանվում են դտեղես սպորտսմենա, բայց նես չի որ ուզում է կոնկրետ սպորտի գծով գնա, դա ոնց որ կողքից նառանել տատանվում է ինքը ամեն ինչ մեջ ուզում է իրան փորձած լինի, նոր հասկանա ինչ է իրան դուր գալիս։ Ժաննա, քանի որ նշեցի, որ սերը աշխատանքի մեջ պարտադիր է, իրականում ես դա զգում եմ, երբ որ ձեր սթորիները մտնում, sense կետիկներով գնալով նայում եմ, իմ համար դա ֆիլմի պես է։ Արդյոք ո՞նց ես կարողանում օրդ ներկայացնել մարդկանց, հեշտ է լինում, դժվարությունների չես բախվում։ Դժվարությունը այդ խոսքը չի։ Դուք ինչ տեսնում եք 30%-ն եք իրականում տենում։ Ես անդադար ղեկին եմ։ Այսինքն հեռախոսը ձեռես թե voice-եր են պատասխանում, թե նամակներին են պատասխանում, թե փորձեմ վիդեոները մոնտաժանը ուղարկում, քանի որ իմ sense ուղեղը չծանրաբեռնված է, բայց ես իմ բնավորություն շատ չոտքի մարդ եմ։ Ու մոտ պետք է sense ժամ առ ժամ գրված լինի, որ այս եմ անում, այն եմ անում, ես զարթնում եմ 6-ին, որպեսզի տները հավաքեմ, ճաշը սարքեմ, երեխեքին ճանապարհեմ դպրոց, հետո գնամ հանդիպումների, գովազդները, բայց ես միշտ եկոս գովազդների վերաբերյալ միշտ գովազդում եմ այն, ինչը որ ես սիրում եմ, ինչից որ ես օգտվում եմ։ Դրա համար ջիգի արով եմ ներկայացնում։ Իմ համար դա պատասխանատվություն է, որտեվ ասենց ասեմ, գումարը աշխատում ես դու, վերցնում ես գովազդից, բայց այդ գումարը դու կարես մի օրում ծախսես գնա, բայց այն ինչ որ դու խորհուրդ ես տալիս մարդկանց, այն հոսքը որ հետո օգտվելու է, ասելով Ժաննա ջան, ես ինչ ես խորհուրդ տվել հետ։ Ես դրա համար իմ համար շատ կարևոր է որակը։ Մի պահ հոլովակ տեղադրեցիք, որը կրկին պայթեցրեց ձեր հետևորդներին եւ համացանցը։ Ձեր կերպարանափոխությունը ինչպես է կարողացել բավականին շատ քաշկցել եւ մարդիկ հետաքրքրվում էին, թե որն է գաղտնիքը։ Իհարկե դուք ներկայացրել եք մանրամասն ամեն բան, բայց եթե սկսենք սկզբից, ինչպես այդ խնդիրները առաջացան։ Ոյս սիրով կներկայացնեմ, որտեվ այդ հարցը ինձ շատ են տալիս։ Իրականում իմ էջը սկսեց ավելի զարգանալ ու մեծանալ հենց այն ժամանակ, երբ որ ես գեր եմ եղել։ Դրա համար մարդիկ ինձ հիշում են գեր։ Այսինքն 2022 թվականից ես երբ որ բաժանվելու այդ process-ին եմ եղել, ես այդ ժամանակվանից չգիտեմ, ես չաղացա շատ, ես նույնիսկ 2 երեխուց հետո տենց չաղ չեմ եղել, բայց ես նիհար եմ եղել։ Ես 2020 թվին, 21 թվին ես ավելի նիհար եմ եղել, քան թե հիմա։ Պրոստո մարդիկ ինձ այդ ժամանակ չեն հիշում, չեն տեսել, այսինքն միշտ ինձ գեր են տեսել, որ ես տենց չաղ եմ եղել ու մարդիկ մտածում են, որ ես ինչ որ մտածում եմ, ես ինչ որ սրսկումներ եմ արել, ինչ որ եւ այլն, ինչ որ հաբեր եմ օգտագործել։ Հաբեր եղել է, ինչ ասես փորձել եմ, չեմ թաքցնում ես դա, բայց հաբերով դու չես կարա 20 կիլոնի հարես։ Դա ինձ բանա, որ зависимости առաջացնում, հետո ես չկարողացա շատ խմել, որտեվ դա մեծ քաշ է всё-таки։ Գնացի սպորտի, գնացի լողի, ամեն ինչին, ես ինչ ասես ուզում եմ փորձել, որտեվ ես երբեք այդ քաշին չեմ եղել։ Ու նույնիսկ ես իմ հարթակում ցույց տվեցի, որ ես գնացել եմ էնդոկրինոլոգի մոտ։ Էնդոկրինոլոգի մոտ էլ ասեցի, եթե կա ինչ-որ միջոց, որ ես կարողանամ նիհարեմ, խնդրում օգնեք ինձ։ Սրսկվում են հիմա, ես պարզ ասում եմ, առաջարկել եմ ես ինքս։ Բժշկուհին ասեց, արի մի հատ քո անալիզները հանձնենք, եթե տեսնեք ինչ-որ խնդիր կա, ես քեզ կնշանակեմ։
Ես անալիզներս տալիս եմ, իմ անալիզները իդեալական են ուղղակի, մենակ վիտամին D-ը ցածր, այսինչ լավ է, որ ես հիմա կբացատրեմ, որ մարդիկ բան կանեն կլսեն։ Վիտամին D-ը ցածր, վիտամին D-ը կարգավորում եմ, իմ քունը կարգավորվում է, իմ մետաբոլիզմը կարգավորում է, իմ обмен вещества կարգավորվում է սաղ, ու հետո մի հատ վիդեո եմ ինձ կողքից տենում, ես ինչ չաղ եմ այդ վիդեոից հետո ասում Ժաննա, էս ինչա։ Վիդեոից հետո մամաս ասում Ժաննա, խնդրում եմ հավաքի քեզ, գալիս աբոնեմենտ առնում մուլտիում, որ ասում գնա, պարապի զբաղվի քեզնով։ Ու այդ օրվանից ես վերադառնում եմ, ես հիմա էլի նշիտնի հարեմ, բայց իհարկե առաջվա պես էլ չեմ։ Այդտենց։ Ժաննա, իսկ ընդհանրապես սննդիդ մեջ փոփոխություններ արեցիր, քանի որ մարդիկ շատ է հետաքրքրվում են, արդյոք սննդիդ մեջ ինչն է փոխել։ Ես քաղցրակեր եմ։ Ես կարամ ամբողջ օր հաշվեմ, բայց քաղցր շոտ եմ սիրում։ Ու անկապ sense քաղցր չէ, ասես տեղին, որ կոֆե չեմ սիրում, որ բայց սուրճ ասում դրեք հենց քաղցրի համար։ Քաղցրից հրաժարվեցի, բացարձակապես։ Հիմա սկսել եմ նորից ուտել, որտեղ ինձ ուրախություն ա բերում, բայց քաղցրն է, որ ինձ չաղացնում է։ Ես դա զգում եմ։ Հիմա էլ մի փոքր արդեն թուլանա, քաղցր ուտեմ, քաշը, բայց նենց չի, որ իմ քաշը շատ է մեծանում։ Հիմա կոնկրետ որ նիհարել եմ, պրոստը փորձում կանխեմ։ Նաև որոշակի միջամտությունների եք դիմել, որը նույնպես շատերը հետաքրքրվում են եւ դուք երբեք չեք թաքցրել, միշտ անկեղծ կիսվել եք։ Արդյոք դրանց գալը ինչպես որոշեցիք ընդհանրապես, եթե կարող եք նշել ինչ փոփոխություններ եք կատարել։ Հա, քթի սիրինոպլաստիկան եմ արել, իմ քիթը շատ նորմալ քիթ էր, ես նույնիսկ երբ որ քիթը սիրինոպլաստիկ արեցի, մերոնք չգիտեին դրա մասին, սա թաքուն եմ արել եմ, վերջացրել եմ, նոր մամային ասել եմ, մամա, ասում եմ, բայց քո քթին ինչ էր եղել։ Ասացի արդեն ուշ է, որտեղ գիտեի, որ իրանք հետ են ինձ կանգնացնելու եւ այլն։ Դե շուրթերի մասին խոսանք, արել եմ իմ կյանքում չեմ վախենա, ասեմ 3 անգամ 2020 թվին, 2023 թվին ու անցած տարի գարունը ու ինչքան արել եմ, կես միլիգրամ եմ արել, որտեվ իմ երեխաներին էլ նայելով իրանց սոճնի շուրթեր են, նես չի որ ես բարակ շուրթեր եմ ունեցել, զուտ շուտքում եմ արել։ Հետո էլ ինչ եմ արել։ Ասեք մտա։ Հա, երբ որ շատ չաղ եմ եղել 2020 այդ թվերից, ես ունեի բոխախ, որը որ sense ինձ տարիք էր միալ։ Ես հիմա որ գիտեի որ նիհարել, ես այդ բոխախը չէի ունենալու։ Ես նույնիսկ նկարներ կարամ տեղադրեմ, տեսնեք, որ ես 2000 թվերին ես իմ չոտկի պրոֆիլը, ես կյանքում իմ դեմքը ձեռ չեմ տվել, այս բոխախը լիպաստակցիա եմ արել, որ ունենամ, ոչ ես սրսկումներ դեմքիս վրա դեմ եմ, եթե ես պետք է գնայի անդադ սրսկումներ անեի, դեմքս կոպտացնեի, ասացի լավ է, այդ մի անգամ հանեմ այդ բոխախս, ու որից հետո լիք աղջիկներ, ուղղակի շնորհակալություն են հայտնել, որ չգնան սրսկվեն կամ եսի միջեր անեն, ես պարզ ասում եմ, հա, արել եմ, ու եթե մարդ աղջիկը կարա իրան այլ ավելի լավ զգա, պետք է անի, չափի մեջ։ Ժաննա, իրականում բայց չի բերում մի բանի, երբ որ ինչքան փոփոխում ես եւ այդ փոփոխությունների հետ մեկտեղ էլի ցանկանում ես մի բանը փոփոխել։ Արդյոք այդ կարելի ասել հոսքը, ալիքը քեզ չի տարել։ Չի տարել, բայց ես մտածում եմ, եթե ես դառնամ օրինակ 40 անց կամ երբ որ ես զգամ կարիք, օրինակ, չգիտեմ, ես դա կանեմ, ես նորմալ եմ դրան նայում, բայց տարիքը պետք է ունենաս, որ տարիք ու ոնց ասեմ չափը չանցնես, որտեղ երբ որ դու չափը անցնում ես, որ ինձ թվում է նայես չի, որ ինձ Աստված բաթա ստեղծել, որ պետք է լրիվ փոփոխեմ, պետք է ունենաս քո ինդիվիդուալնեստը, որովհետև եթե դու լրիվ դնես քեզ փոխես, հիմա ոնց են աղջիկները sense բանը, պոպուլյարնա պրոցեդուրա է լիսի գլազա, չէ, ես տենց բաներ չեմ անի։ Ну, միգուցե հետո հետագայում 40-ից հետո 50-ին մոտ անեմ, ես չեմ հիմա ասում, չէ, բայց հիմա չէ։ Նաև քանի որ համագործակցությունների առաջարկներ է լինում, արդյոք եղել են դեպքեր, երբ որ այդ օրինակ միջամտությունները նաև համագործակցության տեսքով իրականացնես, թե օրինակ վախեցել ես տենց լուրջ միջամտությունը կամ փոփոխությունը համագործակցության միջոցով օրինակ բարտեր տարբերակով իրականացնես։ Երբեք չեմ անի։ Ես միշտ պատրաստ եմ վճարեմ գումար եւ գնամ օրինակ անեմ նորմալ։ Շուրթերս որ արել եմ իմ կոսմետոլոգն է, ոչ թե բարտեր եմ արել, այլ ինքնքան լավ արես խորհուրդ եմ տվել ժողովրդին, որ ասես պարզ ասեմ, ինքը գումար չի վերցրել ինձան, բայց ես միշտ պատրաստ եմ ի սրտե խորհուրդ եմ, որտեղ ինձան շատ են հարցնում, որտեղ ես արել, ինչ ես արել, ես ասում եմ, ես մարդն եմ արել։ Ու ես իրան բարբերաբար այնքան շատ եմ սիրում ու հարգում, որ ես իմ կողմից sense նշում եմ իրան, ինքն էլ sense չի ասում, լսի, ես անկեղծ ուզում եմ։ Ինչ վերաբերում է ռինոպլաստիկան կամ ինչ որ բանը, ես երբեք չեմ անի։ Միգուցե այն մասնագետին, ում որ ես ընտրեմ, օրինակ բոխախի մասնագետին ես եմ ընտրել, ես եմ գրել, ինքը առաջարկեց, ասաց, արի ես քեզանից կես գինը գոնե վերցնեմ, կարամ քո վիդեոն տեղադրեմ, այն ժամանակ երբ էր 3 տարի առաջ եմ արել, թե 2
չեմ հիշում, ասեցի խնդիր չկա։ Ես չեմ թաքցնում ու ես այնքան ուրախ եմ, որ աղջիկներ կան, որ գնում անում են, վայ ես չեմ արել, վայ ես եթե անում եմ մի բան, ես բարձ ասում եմ։ Ինքնավստահ աղջիկները երբեք չեն թաքցնի, երբ որ իրանք լիքն են լինում ուրիշ բաներով, երբ որ մարդ կայացած է լինում, երբ որ մարդ ունի ուրիշ բնագավառում ինքը կայացած է լինում, ինքը չի թաքցնի տեսքից, որ ահա արել եմ, լավ եմ արել։ Նաև չգիտեմ, ինձ թվում է, եթե մարդը իրոք ինքնավստահ լինում, երբեք այլ աղջկա արածը, թեկուզ որ արել է այդ մարդը, վատ ձևով չի ներկայացնի, որովհետև իրականում իրոք մարդիկ տարբեր են ու եթե մեկը իրեն գեղեցիկ ավելի շատ այդպես կզգա, հաստատ այդպես ավելի լավ կլինի։ Նաև եթե ամփոփենք, Ժաննա, ինչ նպատակներ ունես, որ կարող ես որոշակիորեն մեզ հետ կիսվել։ Նպատակներ Իմ երազանքս եմ ուզում իրականացնեմ, ես միշտ երազել եմ իմ խանութը ունենամ, բայց Հայաստանում մենք ունենք խանութներ, բայց Ռուսաստանում է, հիմա որտեվ շատ են ինձ հարցում, ես որտեղից ես առես, որտեղ ես, սա մամայիս ճաշակն է, սա իրականում մամաս է ամեն ինչ անում։ Ես կուզեի ունենալ իմ խանութը, բայց խեմ ասում երազանք, հիմա շատերը կասեն շուտվանից դու կարայիր բացեիր, ես չեմ ուզում վարձով, ես ուզում եմ իմ սեփականը լինի, թող փոքր լինի, բայց իմը լինի ու Աստված առաջ մոտ ապագայում անպայման կունենամ ես իմ խանութը, նպատակներ շատ կան, շատ տարբեր նպատակներ կան, ես հիմա նպատակ եմ դրել, ես իմ սոցհարտակում խոսացել եմ, որ ուզում եմ 15-ից 20 երեխա, չեմ հիշում, տոլի 10-ից 15 երեխա, մի խոսքով չեմ հիշում ինչքան եմ ասել, ինչքանը որ լինի, քանի որ արդեն 20 եմ ասել, մկրտենք իմ օգնությամբ, որովհետև դա էլ դժվար process է, ամեն ինչ ես ասել եմ, կառնեմ, եկեղեցու հետ կպայմանավորվենք, երեխաներ անապահով ընտանիքներից, երեխաներ հաշվանդամ, ով ծնողներ չունեն, այդ իմ համար նպատակ է դարել, որտեվ ես ուզում եմ անեմ։ Ես դրանով ինձ ավելի հանգիստ կզգամ, լավ կզգամ, որ ես այն երեխեքը, որ ուզում են, բայց չեն կարող, թեկուզ իմ փոքր մասնակցությունով կարողանան մկրտվեն։ Ժաննա, շնորհակալ եմ քեզ նման հաճելի զրույցի համար, նաև շնորհակալ եմ, որ բացի ակտիվ գործունեություն ծավալելուց, նաև շատ մարդկանց ժպիտներ ես պարգևում։ Ոյ ապրեք շատ, ես էլ շատ ուրախ եմ, որ եկա ձեր հարցազրույցին, շնորհակալ եմ ձեզ հարցերի համար, իրականում են հարցեր տվեցիք, ես անկեղծ չգիտեի ինչ հարց եք տալու, բայց այդ հարցերը շատ են ինձ տալիս ու ես շատ ուրախ եմ, որ հիմա այսպես բարձրաձայնեցի ու շատերը այդ պատասխանը արդեն կլսեն։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։